Սպիտակ տունը ցանկանում է խստացնել կանոնները այն մարդկանց համար, ովքեր օգտվում են սոցիալական օգնությունից և ցանկանում են գրին քարտ ստանալ։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը ներկայացրել է հանրային բեռ կոչվող նոր կանոնը, որը մեծացնում է միգրացիայով զբաղվող պաշտոնյաների իշխանությունները։ Այս փոփոխության դեպքում նրանք կարող են մերժել գրին քարտի հայտերը այն մարդկանց, ովքեր օգտվում են պետական ծրագրերից, օրինակ Medicaid-ից կամ սննդային օգնությունից։ Նոր կանոնը չեղարկում է Բայդենի ժամանակ ընդունված մոտեցումը, որը հաշվի էր առնում միայն այն դեպքերը, երբ մարդը հիմնականում ապրում էր պետության օգնությամբ։ Քննադատներն ասում են, որ ճշգրիտ կանոնների բացակայությունը կարող է խառնաշփոթ առաջացնել։ Շատ մարդիկ, վախենալով իրենց միգրացիոն կարգավիճակի համար, կարող են դադարել օգտվել անհրաժեշտ բժշկական կամ սննդային ծրագրերից։ Իշխանությունները տեղեկացնում են, որ վերջնական տարբերակը դեռ մշակման փուլում է։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Ամերիկա-Սաուդյան Արաբիա հարաբերություններում մի անսպասելի խոստում է հնչել, որը կարող է փոխել ամբողջ ներդրումային քարտեզը։ Արդեն որոշված է Լոս Անջելեսում մահաբեր հրդեհի պատասխանատուի դատավճիռը, զոհվել են մարդիկ, վնասվել տարածքներ։ Մանրամասները կպարզենք միասին։ ԱՄՆ-Ուկրաինա հարաբերություններում նոր պայմանագիր և գործարք է կնքվել, որքանով է դա շահավետ Ուկրաինայի համար կիմանաք րոպեներ անց։ Հայտնաբերվել է Բալթիմորի կամրջի աղետալի փլուզման պատճառը։ Մանրամասները ուղղակի կապշեցնեն ձեզ։ Օտարերկրացի ուսանողները այլևս ցանկալի չեն ԱՄՆ-ի համար, պատճառները և մանրամասները քիչ անց։ Բացի այս ամենը, այսօրվա համար նախատեսել ենք անդրադարձ կատարել վերջերս ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Թրամփի և Էփստեյնի սկանդալային պատմության մութ էջերի և քիչ-քիչ բացահայտվող ճշմարտության մասին։ Նաև կծանոթանաք հետաքրքիր և տեղեկատվական մի վիճակագրության։ Խոսքը ամենաշատ բնակեցված ԱՄՆ-ի քաղաքների մասին է։ Կներկայացնեմ ամենաթանկ, ամենամատչելի ու արդյունավետ բնակավայրերը։ Այս ամենը թարմ 2025 թվականի վիճակագրական ուսումնասիրության արդյունքում, այնպես որ դիտեք մեր հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ և մեկ շաբաթյա դադարից հետո վերջապես դուք միացել եք Glendale Newsroom-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Շարունակեք օգնել մեզ լայքերով ու կոմենտներով, իսկ այժմ անցնենք օրվա թեմաներին։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը հայտնել է Թրամփին, որ թագավորությունը նախատեսում է զգալիորեն բարձրացնել իր ներդրումները ԱՄՆ-ում։ Մայիսին խոստացված 600 միլիարդ դոլարի ցուցանիշը հասցնելով 1 տրիլիոն դոլարի։ Նա նշել է, որ ստորագրված համաձայնագրերը ներառում են համագործակցություն տեխնոլոգիական, արհեստական բանականության, նոր նյութերի և էներգետիկայի ոլորտներում։ Թագաժառանգի խոսքով Թրամփի ղեկավարության պայմաններում ԱՄՆ-ն դարձել է մոլորակի ամենաթեժ ներդրումային երկիրը։ Թրամփն ընդգծել է, որ նման մարտահրավերային ներդրումները հնարավոր են միայն այն դեպքում, երբ կա վստահություն երկրի տնտեսական ներուժի հանդեպ։ Սպիտակ տան հայտարարության համաձայն այցը ներառում է բազմամիլիարդանոց ներդրումներ ԱՄՆ-ի արհեստական բանականության ենթակառուցվածքում։ Դաշնային դատարանը որոշել է կալանքի տակ պահել 29-ամյա Ջոնաթան Ռինդերկրեխտին, ով մեղադրվում է անցած հունվար ամսին Լոս Անջելեսում մահաբեր հրդեհի պատճառ դառնալու մեջ։ Հետաքննությամբ արձանագրվել է, որ նրա փոքր կրակը մի քանի օր անց վերածվել է հսկայական հրդեհի, որը խլել է 30-ից ավելի մարդու կյանք և ոչնչացրել շուրջ 17,000 շինություն։ Հիշեցնեմ, որ մեղադրյալին ձերբակալել են Ֆլորիդայում։ Մինչ ընտանիքը պնդում է, որ նա անմեղ է, դատախազները հակադարձել են ասելով, որ նա տարօրինակ և բռնկվող վարքագիծ ունի և անգամ չեն բացառում, որ նա կարող է փորձի փախուստ կազմակերպել։ Նրան ներկայացվել է 3 ծանր մեղադրանք, որոնք կարող են բերել մինչև 20 տարվա դաշնային ազատազրկման։ Դատավարությունը սկսվելու է 2026 թվականի ապրիլի 21-ին։ Ջոնաթանի պաշտպանությունը շեշտում է, որ իրական մեղքը Լոս Անջելեսի հրշեջ ծառայության վրա է, որը ըստ հաղորդագրությունների, չնայած հողի շարունակական ծխին, վաղաժամ է լքել սկզբնական օջախը։
ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային վաճառել Patriot հակաօդային պաշտպանության համակարգի փաթեթը։ Այն կազմել է $105 միլիոն, հայտնում է Պաշտպանության համագործակցության անվտանգության գործակալությունը, նշվում է նաև, որ այս գործարքը համահունչ է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, քանի որ ուժեղացնում է Եվրոպայում կայունության համար կարևոր գործընկեր երկրի պաշտպանական հնարավորությունները։ Ռուսաստանի կողմից իրականացվող հրթիռային և անօդաչու գրոհներին դիմակայելու համար Ուկրաինան շարունակում է ապավինել Patriot համակարգերին։ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ նոր համալրումները արդեն հասել են երկիր։ Միաժամանակ Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է տալ նաև նոր հրթիռներ, որոնք կարող են խոցել մինչև 2500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ։ Սակայն նախագահ Թրամփը պատասխանել է, որ այս հարցը չի քննարկվում և մոտ ժամանակում էլ չի նախատեսում քննարկել։ Լոս Անջելեսի Չինո Հիլսում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառը ըստ նախնական հետաքննության եղել է գազի արտահոսքը։ Պայթյունի պատճառով 8 մարդ է վնասվել, որոնցից 4-ին շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուս 4-ը հիվանդանոց են հասել սեփական ուժերով։ Վնասվածքների աստիճանը տարբեր է, սակայն մի քանի երեխա շարունակում է մնալ բուժհաստատություններում։ Ցավոք սրտի 2 հոգի գտնվում են ծանր վիճակում։ Տեղի բնակիչ Մոնիկա Քելին պատմել է, որ պայթյունից հետո տարածքում լաց ու աղմուկ էր, եւ ինքը փորձել է օգնել երեխաներին իր մեքենայի մեջ տեղափոխելով։ Վնասվածք ստացած երեխաների մայրն ասել է, որ ծանր իրավիճակ է եւ ընտանիքը սպասում է բժիշկների դրական լուրերին։ Հրշեջ ծառայությունը հաստատում է, որ գազի արտահոսք է եղել կործանարար պայթյունի պատճառը, սակայն լիարժեք պատկերը կտրվի միայն հետաքննության ավարտին։ Իսկ այժմ, ինչպես խոստացել էի հաղորդման սկզբում, ժամանակն է ներկայացնել ԱՄՆ-ի 10 ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքները։ 1790 թվականին, երբ ԱՄՆ-ում անցկացվեց մարդահամար, պարզվեց, որ երիտասարդ ընդամենը 13 նահանգ ունեցող այս երկրի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը Նյու Յորքն է։ Այդ ժամանակ Նյու Յորքը ուներ ընդամենը 33131 բնակիչ։ Ավելի քան 2 դար է անցել ու Նյու Յորքը շարունակում է պահպանել այդ տիտղոսը։ Այսօր նրա բնակչությունը գերազանցում է 8.4 միլիոնը։ Այժմ այն ոչ միայն ԱՄՆ-ի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքն է, այլ նաև աշխարհի ամենաազդեցիկ մետրոպոլիսներից մեկը։ Այն կրկնակի մեծ է երկրորդ ամենամեծ քաղաքից Լոս Անջելեսից եւ 3 անգամ ավելի մեծ 3-րդ տեղում գտնվող Չիկագոյից։ Իսկ թե ինչպես են դասակարգվում մյուս քաղաքները ըստ բնակչության թվի 2025 թվականի դրությամբ, ծանոթացեք ստորև ներկայացված վիճակագրական աղյուսակում։ 2025 թվականի դրությամբ ԱՄՆ-ում կա 359 քաղաք, որոնց բնակչությունը գերազանցում է 100,000-ը։ Սա աճ է, քանի որ 2020 թվականին այդ թիվը եղել է 337, իսկ 2010-ին 287։ Այդ 359 քաղաքներից ամենամեծ քանակով բնակվում են Կալիֆոռնիայում, Թեքսասում եւ Ֆլորիդայում։ Քաղաքի բնակչության մեծությունը կարող է հուշել նրա տնտեսական ուժի եւ զարգացման ներուժի մասին, սակայն կան նաեւ այլ գործոններ, որոնք որոշում են, թե որքան գրավիչ է տվյալ վայրը նոր բնակիչների համար։ Կյանքի արժեքը ԱՄՆ քաղաքներում շատ տարբեր է, օրինակ, ինչպես գիտենք, Նյու Յորքը, Լոս Անջելեսը եւ Սան Դիեգոն համարվում են ամենաթանկ քաղաքներից։ Հաշվի առնելով միջին ընտանիքի եկամուտները եւ տնային տնտեսությունների միջին ծախսերը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Չիկագոն, Սան Անտոնիոն եւ Ֆորթ Ուորթը ԱՄՆ-ի ամենամատչելի մեծ քաղաքներից են։ Բալթիմորի Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի աղետալի փլուզման հիմնական պատճառը եղել է ընդամենը մեկ թուլացած վերահսկիչ մալուխ, որի պատճառով դա լիբեռնատար նավը կորցրել է էլեկտրամատակարարումը։ Հոսանքի կորուստը բերել է նրան, որ նավը կորցրել է կառավարումը եւ բախվել կամրջի հենասյանը, ամբողջ կառույցը գցելով Պատապսկո գետը։ Վթարի հետևանքները այժմ Մերիլենդին կարող են արժենալ մոտ 5.2 միլիարդ դոլար։ Հետաքննությունը մատնանշում է հետևյալ ձախողումների շարունակական շղթան, ըստ որի Սիներջի ընկերությունը թույլ է տվել, որ անձնակազմը սխալ ձևով օգտագործի սարքավորումները, իսկ Մերիլենդի տրանսպորտային վարչությունը տարիներ շարունակ չի իրականացրել կամրջի խոցելիության գնահատման աշխատանքները։ Հետաքննիչների տվյալներով նավի անձնակազմը փորձել է արագ վերագործարկել համակարգը, սակայն նավը արդեն չափազանց մոտ էր կամրջին, ինչի հետևանքով բախումը դարձել է անխուսափելի։ Այսօր նահանգ
նահանգը փորձում է վերակառուցել կամուրջը, սակայն աճող ծախսերն ու երկարաձգվող ժամկետները ցույց են տալիս, որ այս փլուզումը դեռ երկար ժամանակ ծանր ազդեցություն կունենա Մերիլենդի ենթակառուցվածքների և տնտեսության վրա։ Կրիպտոսը համարվում է աշխարհի ամենահայտնի չլուծված գաղտնագիրը և դարձել է CIS-ի խորհրդանիշը, ձևավորելով մեծ համայնք, որի ներկայացուցիչները գաղտնագրային գործի իսկական վարպետներ են։ CIS-ի կամ նույն կենտրոնական հետախուզական վարչության գլխավոր գրասենյակի մոտ տեղադրված լեգենդար կրիպտոս քանդակի չլուծված գաղտնագրերը առաջին անգամ դրվում են աճուրդի։ Հեղինակ Ջիմ Սամբորնը վաճառքի է հանում քանդակի բոլոր 4 կոդերի ամբողջական լուծումները, ներառյալ տասնամյակներով անհասանելի մնացած 4-րդ և նրա հետևում թաքնված 5-րդ գաղտնագիրը։ Կրիպտոսը պղնձե քանդակ է, որն ունի 865 տառ և 4 գաղտնագրեր, որոնք Սամբորնը ստեղծել է որպես արվեստի և գաղտնագրության հանելուկ։ Առաջին 3 կոդերը վաղուց չեն լուծվել, 4-րդը մինչև օրս ամբողջությամբ չի դեկոդավորվել, և ըստ հեղինակի պետք է բացի 5-րդ գաղտնիքը, որը ֆիզիկապես քանդակի վրա չէ։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Գուստավ Կլիմտի դիմանկարներից մեկը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում $236 միլիոն, ինչը ռեկորդային արժեք է ժամանակակից արվեստի ստեղծագործության համար։ Նույն աճուրդում նաև վաճառվել է ամբողջովին ոսկուց պատրաստված լիովին ֆունկցիոնալ զուգարան $12.1 միլիոն, որը ստեղծվել է գերհարուստներին ծաղրելու նպատակով։ Երկու ստեղծագործությունները պատկանել են կոսմետիկ հսկա Estée Lauder Company-ի ժառանգ միլիարդատեր Լեոնարդ Լոուդերի հավաքածուին։ Նշեմ, որ միլիարդատերը մահացել է այս տարվա սկզբին։ Հռոմի պապ Լեո 14-ը միացել է ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսներին, քննադատելով Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականությունը, որը նա բնութագրել է որպես միգրանտների նկատմամբ չափազանց անարգող վերաբերմունք։ Նա նշել է, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի սահմաններ դնելու, սակայն այդ իրավունքը չպետք է հանգեցնի մարդու արժանապատվության, ոտնահարման կամ միգրանտների նկատմամբ անհարգալից մոտեցման։ Բիտքոյնի արժեքը կտրուկ ընկել է հասնելով $90,000-ից ցածր ցուցանիշի։ Անկումն ազդել է ամբողջ կրիպտո շուկայի վրա։ Մասնագետներն ասում են, որ ներդրողները կրկին խուսափում են ռիսկային ներդրումներից, ինչի հետևանքով նվազում են խոշոր կրիպտոարժույթների գները։ Տնտեսական իրադրությունն էլ է դժվարեցնում իրավիճակը։ Սպասվում է, որ տոկոսադրույքները կարող են բարձրանալ, և դա ավելի է մեծացնում անհանգստությունը թե տեխնոլոգիական, թե կրիպտո ոլորտներում, շուկան դարձնելով անկումային։ Անահայմի ոստիկանությունը հայտնում է, որ գողերը սկսել են նոր ավելի խոցելի տեխնիկա կիրառել նոր մոդելի մեքենաներ գողանալու համար։ Քննիչներն ասում են, որ K-FOB մեքենայի բանալու ազդանշանը հեռվից որսալու համար հանցագործները օգտագործում են հատուկ պլանշետներ և ուժեղ անտենաներ։ Վերջին դեպքերում Անահայմ Հիլսում տեսախցիկները ցույց են տվել, թե ինչպես են գողերը այս ձևով հենց տան բակից մի բեռնատար տարել։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները և ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան և Instagram-յան էջերին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր և վստահելի տեղեկատվություն հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ ԱՄՆ-ն նախատեսում է արդեն հաջորդ ամիս Լուիզիանա և Միսիսիպի ուղարկել մոտ 250 դաշնային սահմանապահ գործակալ։ Գործողությունը կոչվում է Swamp Sweep և կսկսվի դեկտեմբերի սկզբին։ Գործակալների նպատակը կլինի երկու նահանգներում մոտ 5000 մարդու ձերբակալումը։ Գործակալները, որոնք ուրբաթ օրը պետք է հասնեն Նոր Օրլեան, սարքավորումներ և մեքենաներ կտեղակայեն, ապա կաշխատեն տարբեր թաղամասերում՝ Նյու Օրլեանից մինչև Բատոն Ռուժ։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հրաժարվում է մեկնաբանել գործողության մանրամասները։ Լուիզիանայի և Միսիսիպիի նահանգապետերի գրասենյակները նույնպես չեն պատասխանել հարցին։ Վարչակազմը արդեն լրացուցիչ ներգաղթի աշխատակիցներ է ուղարկել Լոս Անջելես, Չիկագո և վերջերս Շարլոտ։ Սահմանային վերահսկողության ղեկավար Թոմ Հոմանը Fox News-ին ասել է, որ նման գործողություններ նախատեսվում են նաև Նյու Յորք քաղաքում։
Այս աշնանը ԱՄՆ-ում նոր օտարերկրյա ուսանողների թիվը կտրուկ նվազել է, ըստ նոր տվյալների գրանցվել է 17% անկում, ընդհանուր ուսանողների թիվը գրեթե անփոփոխ է մնացել, սակայն բակալավրիատում աճը կազմել է 2%, իսկ մագիստրատուրայում գրանցվել է 12% նվազում։ Ինչպես գիտեք, Թրամփի վերադարձից հետո վարչակազմը զգալիորեն խստացրել է միգրացիոն և վիզայի քաղաքականությունը։ Ձերբակալվել են Պաղեստինամետ ակցիաներին մասնակցած ուսանողներ, դադարեցվել են վիզայի հարցազրույցները, ներդրվել է սոցիալական ցանցերի ստուգման նոր համակարգ և ըստ էության հստակ զգացնել են տալիս, որ ԱՄՆ-ն ցանկանում է իր համալսարաններում ավելի քիչ օտարերկրյա ուսանողներ տեսնել։ Մի շարք համալսարաններ հայտնում են լրացուցիչ խնդիրների մասին, որոնց շարքում են վիզաների մշտական ժամկետների զգալիորեն երկարելը, անհիմն մերժումների քանակի աճը, իսկ Մերձավոր Արևելքից, Չինաստանից և Հարավային Ասիայից եկող ուսանողները սահմանին ենթարկվում են ավելի խիստ ստուգումների։ Կամպուսների ներկայացուցիչները նշում են, որ ստեղծված իրավիճակը ձևավորում է անորոշ մթնոլորտ և ստիպում է դիմորդներին նախապատվություն տալ այլ երկրների համալսարաններին։ Թեքսասի նահանգապետը հայտարարել է, որ մուսուլման եղբայրները և Ամերիկա Իսլամական Հարաբերությունների խորհուրդը նահանգում ճանաչվում են որպես օտարերկրյա ահաբեկչական և միջազգային հանցավոր կազմակերպություն։ Հիշեցնեմ, որ մուսուլման եղբայրները ստեղծվել է 1928 թվականին և համարվում է միջազգային իսլամիստական շարժում։ Մի շարք երկրներ այն հայտարարել են ահաբեկչական, իսկ ԱՄՆ-ում այն գնահատվում է որպես ծայրահեղական գաղափարախոսություն ունեցող կառույց։ Նահանգապետը պնդում է, որ այս կառույցները փորձում են բռնի կերպով պարտադրել շարիաթական օրենքները և աջակցում են ահաբեկչական գործողությանը, վտանգելով ԱՄՆ-ի իրավական համակարգը։ Հռչակագրում նշվում է մուսուլման եղբայրների պատմական գործունեությունը, իսկ Ամերիկա Իսլամական Հարաբերությունների խորհուրդը ներկայացվում է որպես Համասի մոտ կանգնած կառույց։ Այս որոշումը համընկնում է արդարադատության նախարարության քննության հետ, որը վերաբերում է Դալասի շրջանում գտնվող Epic Ranches City իսլամական համայնքի նախագծին։ Դատարանը վճռել է, որ Մետան սոցիալական ցանցերի ոլորտում մենաշնորհ չի հանդիսանում։ Վաշինգտոնի դաշնային դատարանը հայտարարել է, որ Instagram-ի և WhatsApp-ի ձեռքբերումը չի ստեղծել անօրինական մենաշնորհ, ինչը փաստացի ամրապնդում է $1.5 տրիլիոն գնահատվող տեխնոլոգիական հսկայի դիրքերը։ Դատավորը մերժել է Դաշնային առևտրային հանձնաժողովի FTC-ի հայցը, ըստ որի Մետան մենաշնորհել է անձնական սոցիալական ցանցերի շուկան։ Դատախազի խոսքով FTC-ն չկարողացավ հստակ սահմանել այդ շուկան և ապացուցել Մետայի գերիշխանությունը, այսպիսով չկատարելով իր վրա դրված ապացույցների պարտականությունը։ Այս որոշումը դարձել է կառավարության խոշոր տեխնոլոգիական ընկերություններին սահմանափակելու ջանքերի հերթական ձախողումը։ Մեկ այլ դաշնային դատավոր հրաժարվել էր բավարարել այն պահանջը, ըստ որի Google-ը պետք է բաժանվեր մի քանի առանձին ընկերությունների։ Պահանջը եղել է այն հիմքով, որ Google-ը չափազանց մեծ ուժ և ազդեցություն ունի որոնողական շուկայում ու այդ գերազանցող դիրքը կարող է խախտել մրցակցությունը։ Երկու գործերն էլ սկսել էին Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում և դիտվում էին որպես փորձ պարզելու, թե արդյոք ԱՄՆ դատարանները պատրաստ են աջակցել մեծ տեխնոլոգիական հսկաների դեմ խիստ և սահմանափակող քայլերին, թե ոչ։ ԱՄՆ ճանապարհային անվտանգության դաշնային մարմինները տեղեկացրել են, որ Հոնդան հետ է կանչում 256603 ավտոմեքենա, քանի որ մեքենայի ներքին ծրագրային համակարգը կարող է վարելու ընթացքում ինքնաբերաբար անջատվել և վերագործարկվել, ինչը կարող է վթարի պատճառ դառնալ։ Ետկանչը վերաբերում է 2024-25 Honda Accord Hybrid մոդելին։ Խնդիրը կապված է շարժիչային համակարգը վերահսկող ծրագրային ապահովման հետ, որը որոշ հանգամանքներում անջատվում և միանում է։ Դիլերները թերությունը կճշտեն և կտեղադրեն անվճար թարմացման ծրագիր։ Սեփականատերերին նամակներ կուղարկվեն 2026 թվականի հունվարի 5-ին։ Վերջերս ամենաշատ քննարկվող թեմաների շարքում գլխավորում է Թրամփի և Ջեֆրի Էփստեյնի մութ անցյալը։ Ամենահնչող հարցն է, արդյոք հրապարակվել է Ջեֆրի Էփստեյնի գործի նյութերը, թե ոչ։ Հրապարակվել են 20,000-ից ավելի նոր փաստաթղթեր, որոնք կասկածի տակ են դնում Թրամփի հեղինակությունը։ Եկեք միասին տեսնենք, թե ինչ է այս գործն իրենից ներկայացնում և թե ինչ սկանդալ կարող է առաջանալ այն, եթե փաստաթղթերը ներկայացվեն հանրությանը։
Էփսթեյնը ամերիկացի ֆինանսիստ էր, ում շուրջ տարիներ շարունակ պտտվում էին անչափահասների սեռական շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքներ։ Էփսթեյնը և Թրամփը ժամանակի մտերիմներ էին և նրանք հաճախ էին միասին երևում բարձրաշխարհիկ միջոցառումներում։ Ավելի ուշ, սակայն, Թրամփը արգելեց Էփսթեյնի մուտքը իր Mar-a-Lago ակումբ, որը հենց Թրամփի սեփական ակումբն էր։ Մամուլում երբեմն նշվում է, որ պատճառը ակումբում աշխատող անչափահաս աղջկա նկատմամբ Էփսթեյնի վարքագիծն էր, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել որևէ դաշնային մարմնի կողմից։ 2019 թվականին Էփսթեյնը կրկին մեղադրվեց անչափահասների ներգրավմամբ սեռական շահագործման մեջ և կալանավորվեց։ Այդ ժամանակ Թրամփը արդեն նախագահ էր, նա հրապարակայնորեն հայտարարեց, մեջբերեմ, ես վաղուց կապ չունեմ նրա հետ, մոտ 2 տասնամյակ է անցել, ինչ մենք վիճել ենք, մեջբերման ավարտը։ Նույն տարվա օգոստոսին Էփսթեյնը ինքնասպան եղավ բանտում։ Ինչու է թեման նորից քննարկվում 2024-25-ին, որովհետև հրապարակված էլեկտրոնային հաղորդագրության մեջ Էփսթեյնը գրում է, մեջբերեմ, ես գիտեմ, թե որքան կեղտոտ է Դոնալդը, ոչ ոք չի հասկանում, թե ինչ է լինում, երբ քո փրկարարը երես է թեքում քեզանից, մեջբերման ավարտը։ Դեռ հուլիսին Ջոնսոնը, ով ներկայացուցիչների պալատի խոսնակ է, փորձելով կանխել հանրապետականների աճող դժգոհությունը այս հարցի շուրջ, Կոնգրեսը 5 շաբաթյա արձակուրդ ուղարկեց, իսկ լուծումը ավելի ուշացավ շաթդաունի հետևանքով։ Թրամփը նույնպես չէր ցանկանում, որ այս քվեարկությունը տեղի ունենա, թեպետ սա գործընթացի ավարտ չէ, սակայն ակնհայտ է, որ այս պահը կարող է Էփսթեյնի գործի պատմությունը ամբողջությամբ նոր փուլ տեղափոխել։ Հարցումների համաձայն ամերիկացիների 77%-ը կողմ է բոլոր նյութերի հրապարակմանը, միայն թե գաղտնի պահելով զոհերի անձնական տվյալները, իսկ 89%-ը ասում է, որ կառավարությունը պետք է բացահայտի ամբողջ տեղեկությունը։ Սակայն վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած շրջադարձը ապշեցրել է բոլորին։ Թրամփը փոխել է իր նախկին դիրքորոշումը և կոչ արել հանրապետականներին կողմ քվեարկել փաստաթղթի հրապարակմանը, հայտարարելով, որ թաքցնելու բան չկա։ Արդեն այսօր պարզ է, որ ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն 427-1 հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծը, որը պարտադրում է հրապարակել Էփսթեյնի գործի բոլոր չդասակարգված փաստաթղթերը։ Սենատը նույնպես հաստատել է նախագիծը և այն այժմ ուղարկվել է նախագահ Թրամփին։ Միակ ոչ քվեարկած падգամավորն ասել է, որ փաստաթղթերի լիակատար բացումը կարող է վտանգել որոշ անձանց իրավունքները։ Օրինագծի ստորագրումից հետո փաստաթղթերի հրապարակումն արդեն կդառնա անխուսափելի։ Տարիներ տևած այս հարցի ցանկացած զարգացում խոստանում է դառնալ վերջին ժամանակների ամենահետաքրքիր և ուշագրավ բացահայտումներից մեկը։ Եթե դեռ չեք հասցրել բաժանորդագրվել, ապա ճիշտ ժամանակն է, որպեսզի այս և այլ բազմաթիվ թեմաների վերաբերյալ նորությունները բաց չթողնեք։ Այսօրվա համար նախապատրաստել ենք այսքանը։ Հուսամ հավանեցիք այսօրվա հաղորդումը։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։